Ողջույն։ Խիստ դետոքսը կարող է վնասել օրգանիզմը։ Ողջույն։ Բաժանորդագրվիր իմեջին եւ ես քեզ շատ բան կպատմեմ դետոքսի մասին։ Կարաս նաեւ բաժնեկցես քո ընկերների հետ, պլյուս դնես եւ ես քեզ կկանչեմ անվճար խորհրդատվության։ Մենակ մի պայմանով, որ այդ պլյուսին տիրություն անես։ Հա, որտեղ դու կարաս դնես պլյուս ու մոռանաս դրա մասին, իսկ դա ինձանից ժամանակ է խլում։ Ես սկսում եմ դրանով զբաղվել։ Լավ, ինչևիցե, անցանք դետոքսին։ Խիստ դետոքսը, նորից եմ ասում, կարող է շատ վտանգավոր լինել օրգանիզմի համար, առաջացնելով վիտամինների պակաս, առաջացնելով թուլություն, սրտխառնոց, գլխապտույտ եւ այլն։ Ըստ ինձ դետոքսը դա ամբողջ կյանքի համար է եւ մենք դա պետք է անենք ամբողջ կյանքի ընթացքում։ Գիտեք, ճիշտ դետոքսը դա առողջ սնունդն է, ճիշտ քանակի ջուր խմելն են, շատ բանջարեղեններ ուտելն են, սպիտակուցային սնունդներ ուտել են, ոչ կիսաֆաբրիկատները դրանց չենք օգտագործում եւ այսպես շարունակ։ Չեմ ասում, որ մենք այլ մոլորակային ենք, կարող ենք ամսվա մեջ 1 կամ 2 անգամ, բայց դա չպետք է կրի ամբողջական բնույթ։ Իմ համար դետոքսը իմ հերբալայֆի մթերքներն են, հա, ալոեն, խնձորավարսակային ըմպելիքը, թեյը եւ կոկտեյլը։ Սա իմ առավոտյան նախաճաշն է, որը որ ինձ թույլ է տալու, որ ես ամբողջ օրն ինձ լավ զգամ։ Հիմա, ինչի եմ ասում դետոքսը պետք է լինի ամբողջ կյանքի ընթացքում, որովհետեւ երբ որ մարդը իր օրգանիզմը մաքրում է, հա, դա կլինի տարբեր հյութերով, տարբեր դետոքս ծրագրերով, տարբեր չգիտեմ ինչերով, ինչը որ ձեզ բժիշկը կնշանակի կամ ինքներդ կորոշեք, դետոքսը թողելուց հետո, այդ ծրագիրը թողելուց հետո անցնում է ուտել խմելուն, անցնում է այն բոլոր վատ սնունդներին, համով, բայց վատ սնունդներին, ես դες կարամ ասեմ, ես չի որ ես չգիտեմ երկնքից եմ չէ, ես էլ եմ դա սիրում, բայց ես գիտեմ իմ օրգանիզմին ինչ անհրաժեշտ ու ես կանգ եմ առնում, որովհետև գալիս է մի տարիք, որ արդեն ոչ թե առողջությունն անգնում մեր հետևից, այլ մենք ենք անգնում առողջության հետևից։ Եկեք, որպեսզի մենք չընկնենք առողջության հետևից, լինենք միշտ առողջ, մեր սնունդը կպահենք կարգի։ Herbalife-ը նորից եմ ասում, դա անձնական որոշում է, դա իմ որոշումն է եւ շատերի որոշումը, ովքեր ուզեցել են առողջ լինեն, լավ զգան եւ շարունակեն առողջ ապրել, իրանք օգտագործում են սա։ Իսկ եթե դու չես ուզում, դա խնդիր չի, դու կարաս չօգտագործես, ընտրի քո առողջ ցնդակարգը։ Դրա համար ես ունեմ անվճար մարաթոններ, ունեմ վճարովի մարաթոններ, կարաս որևէ մեկին միանաս։ Իդեպ ասեմ, այդ անվճար մարաթոնների հետ կապված էլ ասեմ, մարդիկ գալիս են ու 2 օր հետո փախնում են։ Այնտեղնես չի, որ վատնա կամ չէ, այստեղ պատասխանատվության հարց է։ Դրա համար եմ ես ասում, միշտ նիհարելը եւ ցանկացած ինչ որ մի բանը դա անձնական որոշում է։ Քանի դեռ այդ անձնական որոշումը այստեղ չկա, մեր մտքում չկա, մենք որևէ բան չենք կարող անել։ Առողջ եղի եւ ես քեզ սպասում եմ։